զինված ուժերի վերաբերյալ որոշումներ ընդունում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության ռազմավարության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է, որովհետև նաև հիմնավորման մեջ որոշակի նաև հաշվարկներ անհրաժեշտություն ունեն, բայց ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, ինչ առումով, օրինակի համար ասեմ, որ երկու համապատասխան պաշտոններ հավասարաչափ հրամանատարը մեկը հանձնում է, մեկը չի հանձնում եւ չհանձնածի գումարտակը օրինակ ավելի լավ վիճակում է գտնվում կամ հրամանատարը հանձնում է բարձր աշխատավարձ է ստացում, չնսեմացնելով հրամանատարների իհարկե դերակատարությունը, բայց իր ենթականները մանավանդ առաջի գծում գտնվող պայմաններ չունեն, ժամանակ չունեն նախապատրաստվելու եւ պատրաստ չեն։ Հիմա հարցս ներողություն հիմա ավարտեմ։ Այդ դուք ատեստացիոն նաև այդ բանի մեջ, ընթացքի մեջ ընդգրկված եք եւ ատեստացիայի անցկացման արդյունքում ինչ որոշում է ընդունվում, որովհետեւ դուք էլ կարծեմ հանձնաժողովի նախագահ եք, բարձր սպայական կազմի։ Նկատի ունեմ որակավորման արդյունքում որոշումը որն է։ Կոնկրետ հարցը դրան է։ Որոշումը հետեւյալն է. X զինծառայողը, բարձրաստիճան սպան, եթե ստացել է բավարար լավ կամ գերազանց գնահատական, որակավորվում է լավ, բավարար եւ գերազանց, որի արդյունքում ստանում է համապատասխան բավարարում։ Այսինքն ատեստավորման նպատակը տվյալ զինծառայողի որակավորումը հստակեցնելն է տվյալ ժամանակահատվածում, այսինքն 3 տարի ժամկետով։ Արձագանք։ Պարոն Պապիկյան, ատեստացիայի հիմնական նպատակը պաշտոնատար անձի համապատասխանությունն է իր պաշտոնին։ Զինված ուժերում ընդունված է եղել եւ կար, որ որակավորման արդյունքում որոշումները հետեւյալն են։ Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, չի համապատասխանում կամ արժանի է առաջխաղացման։ Որքան ես գիտեմ, որ որակավորման արդյունքում նշվում է ձեր մոտ, որ արժանի է որակավորվել է դրամական բավարարում ստանալու համար, ինչը ատեստացիայի սկզբունքներին չի համապատասխանում։ Ես կարծում եմ, որ դրա ելքը զինված ուժերի համալրման ընթացքը ավելի բարձր մակարդակի բարձրացնելու ելքը ոչ թե ատեստացիան է, ատեստացիայի ձեր ճակերտներով ասած ատեստացիայի արդյունքը դասային աստիճանների շնորհումն է, օրինակ դուք ասում եք գերազանց, լավ, բավարար։ Իսկ զինված ուժերի համալրման դրական ելքը դա բազային աշխատավարձի բարձրացնում է բոլոր կատեգորիաների համար։ Շնորհակալ եմ, պարոն Օհանյան, այս հարցով մենք ելի ենք առիթ ունեցել խոսելու, ես հասկանում եմ, որ նախկինում, քանի որ ատեստավորումի եզրույթը ենթադրել է այն, ինչ դուք հիմա բարձրաձայնեցիք, ձեզ համար սա խորհուրդ է, որ մենք ատեստավորման այս համակարգում դիտարկում ենք ֆինանսական բավարարումը եւ բնականաբար ձեր մտքում դրանք միմյանց հետ հակասության մեջ են մտնում, իրականում պետք չի դրանք պետք չի միմյանց հակադրել։ Եվ եթե իմաստն ունենա, որ ատեստավորում այլ անվանում ունենա ու դրանով կյանք կփոխվի, կարծում եմ ուղղակի դա կարա տեխնիկական գործողություն լինի, ինչը ոչինչով մեր կյանքը չի փոխելու։ Շնորհակալ իրականացրել է։ Էսա ձեր պատկերը, ժողովուրդ ջան։ Հələ այդ էլ հերիք չի, մի հատ էս կառուցելուց հետո էլ ինչ են արել։ Ռազմականից, այն մարդկանց, ովքեր պետքա բանակում հետևեն, որ հանցագործություն չլինի, պետքա բանակում հանցագործությունները կանխարգել են, հանցախորությունների համար պատիժներ փորձեն ստանալ։ Ռազմական ոստիկանության ծառայողներին տարել այնտեղ կասնա պահակություն կանեք, արա, ենթադրում եմ վերջում ավելացրել է նա։ Ռազմականի աշխատողներին։ Այդ ընթացքում այդ երկու ռազմականի աշխատողը քանի ինքնասպանության դեպք կարային կանխեին բանակում, քանի հանցագործության դեպք կարային կանխեին բանակում, ինչ հանցավորության դեմ պայքար կարային տանեին նրանք,
քննությունը լռում է։ Բայց այնուամենայնիվ իմ համար հստակ է, Ժողովուրդ ջան, իմ համար հստակ է։ Սա կատարյալ դասական, քոչայանական, սերժական իշխանության դեմքն է։ Գնացել են, հողը զավթել են, ասաբնյակը գցել են, աշխատողներին էլ տարել են պետությունից աշխատավարձը տվել են, ասել են, ստեղ պահակություն արեք, արա, ենթադրում են վերջում ավելացրել են նրանք։ Հիմա եկել են քաղաքական հետապնդում։ Ի՞նչն է քաղաքական հետապնդում։ Ի՞նչն է քաղաքական հետապնդում սրա, ես ուզում եմ հասկանամ։ Ոնց կարա ստեղ ինչ-որ մի բան լինի քաղաքական։ Քաղաքական ստեղ մենակ մի բան կա։ Քաղաքական ստեղ մենակ մի բան կա, որը վերջում կասեմ ամենա թե ինչն է։ Հետո, բայց ես էլ դեռ ամենը չի։ Այս ամենը փաստացի եղել է ուղղակի հողի վրա, պետական հողի վրա կառուցած շինություն։ Ինչ որ մի ձև սրան պետք էր, ինչ որ մի երանգ տալ, տեսք տալ, թուղթ տալ։ Պետք էր։ Ինչ են արել դրա համար։ Դրա համար թղթերը ներկայացրել են, որ իբր դատարկ հող է, պետք է այս դատարկ հողը վարձով տալ։ Հետաքրքիր զուգադիպությամբ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ։ Այդ մրցույթը դրել են ու շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ հողի մրցույթում, մրցույթը էլի ով բան անի, աճուրդին ով ավելի շատ փող առաջարկի, ներդրումային ծրագիր առաջարկի բան, հյուրանոց կառուցելու ներդրումային ծրագիր առաջարկի, տուրիստական, այդ մարդն էլ լնելու է բանը, շահողը ու 25 տարի տնօրինելու է հողը։ Ով քեզ զարմանք, հետո էլ այս մարդկանց բանը կարողությունների վրա կասկածում եք ախր։ Ով քեզ զարմանք այդ մրցույթը շահում է Սեյրան Օհանյանի շոֆերի սանտեխնիկ ախպերը։ Իմ շատ սիրելի ու իմ կողմից շատ հարգված սանտեխնիկ մասնագիտության տեր սիրելի քաղաքացիներ։ Այ օրինակ վերջին անգամ երբ եք գնացել ինչ-որ մրցույթի մասնակցել, այդպես ինչ-որ մի հատ հողի մրցույթ շահել, վրան տենց $500,000 դղյակով, ամիսը 50,000 դրամով, չէ, չեք կարեցել։ Բա Սեյրան Օհանյանի վարորդի եղբայր սանտեխնիկ ձեր գործընկերոջից հարցրեք, այդ ոնց է կարողանում դա անել, էլի ես։ Զուտ օրինական ու չքաղաքական բանի շրջանակներում են, որ սա քաղաքական հետապնդում է։ Հիշեք, այս ամբողջ ընթացքում հիշեք, որ այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։ Որ պայն որ մոռանաք, ընդդիմությունից խնդրում եմ մեկը թող հանկարծ մեր քաղաքացիներին անպայման հիշեցնի։ Հիմա պարոն Մինասյանը ստեղից փորձում է պաշտպանվի։ Լավ է անում պարոն Մինասյանը փորձում է պաշտպանվել։ Ես անկեղծորեն ասեմ, պարոն Մինասյանի արածը տենց ինչ-որ մի ծանր հանցագործություն չեմ համարում, բայց ես վստահ եմ, որ այդտեղ ձեր գործողությունների արդյունքում նաև պարոն Մինասյան Հայաստանի Հանրապետությունը վնաս է կրել։ Հեչ որ չէ, որ այդ հողը, այդ դղյակով վարձով է տրվել ամսական 50,000 դրամով, դա արդեն իսկ վնաս է։ Դա լոգիկա չկա ոչ մի, որ դա կարա լինի ամսական 50,000 դրամով։ Դուք իհարկե կարաք պաշտպանվեք, ասեք, որտեղ է գրած, որ ես պետքա դա անեի, որտեղ է գրած, որ սա անեի, որտեղ է գրած, որ նա անեի, հա, կարաք պաշտպանվեք։ Կարող նույնիսկ հաջող պաշտպանվեք, բայց դատարանում ստեղ չէ էլի։ Մի եկեք այս ամբիոնի մոտ, մի եկեք քաղաքական ամբիոնը դարձրեք իրավական պաշտպանության մաս, որտեղ դուք մեր քաղաքացիներին ստեղից էս եք ասում։ Ասում եք, հա, ճիշտ է, այս եկա ասաբնյակը, սիրելի քաղաքացիներ, վարձով ենք տվել ամիսը 50,000 դրամով, լավ են կարևոր դե ա գրած, որ պետքա չտայինք, որ կարող է դա